ինչն է հետաքրքիր, այս Իրանի պահվածքը էլի, այս վիճակում փաստորեն այնպեսի տպավորություն ա, որ ուզում են ամբողջ աշխարհը խառնեն իրար։ Տասնը քանի երկրի վրա հարվածում են անկապ ու բան էլի, եւ սա ինչ հաջողություն պիտի բերի իրենց, ես չեմ կարողանում հասկանալ, այսինքն ինչ հաշվարկներ են անում, որ հա այնքան են իրար մեջ կռվեն, բոլորը խառնվեն իրար ու մենք արանքում փրկվենք, չեմ հասկանում, էլի, իսկապես չեմ հասկանում։ Իրանագետ էինք հրավիրել տաղավար, իր հետ էինք զրուցում TV-ում, ասում է, որ ցանկանում է ցույց տալ, թե իր կործանումը կամ իր վրա հարձակումը ինչքան երկրի շահ կարող է ոտատակ տալ, եւ դրա համար ամբողջ տարածաշրջանը ուզում է խառնել, ասելով, որ տեսեք, մեզ համար հանգիստ ապրում էինք, իմ դեմ գործեցիք, դե խառնվեք իրար, բայց ինքնասպանության կարգավիճակ, այսինքն հա, լավ, խառնվեց իրար, էս եղավ, այն եղավ, հետո ոնց է իրանց փրկելու դա, ես չեմ հասկանում, իսկապես չեմ։ Հիմա ընդհակառակն ինձ թվում է հիմա բոլորն են սկսում հասկանալ, թե այս մարդը ատոմային զենք ունենար, ամբողջ աշխարհը ինչ խնդիրների առաջ էր կանգնելու, հասկանում եք։ Դա է ցույց տալիս։ Նույնը պետք է աներ ատոմային ռումբով։ Դու կարծում եք պիտի խնայեր։ Չէ։ Խոմեյնին ասեց, մի 2 տարի առաջ էր, դեռ ողջ էր հանգուցյալը, ասեց, եթե մենք ատոմային ռումբ ունենանք, ասեց, ինձ կապեք այդ ռումբին եւ գցեք Ամերիկայի վրա, ասեց, ես ուզում եմ պայթեցնել ու իրան պայթել իրանց հետ։ Այս աստիճանի բան ունեն, էլի։ Այդ մարդկանց կարելի է։ Ու հնդրում եմ ճիշտ հասկացեք, խոսքը Իրանի ժողովրդի մասին չի, խոսքը այդ չալմայավոր, այդ օրթոդոքս բաների մասին է, որ համ ամբողջ աշխարհի հոգին են հանում, համ իրան ժողովրդին են սպանում, ինչ ուզում անում են, այդ աստիճան հնարավոր չի արդեն։ Դե պարզ չէ, որ աշխարհը պետք է չդիմանար այս ամեն ինչին։ Եվ անգամ Ռուսաստանը, Չինաստանը ոչ մեկը, եթե նկատել եք, այնպես ուժեղ ինչ-որ բան չի հակազդում, էս ինչ է եւ այլն, հա։ Դե Չինաստանը հակազդ ավելի շատ է խոսում այս պարագայում, քան Ռուսաստանը, ուղղակի Ռուսաստանը երևի էլ հալ չունի խոսալու, ինչ խոսա մեկն իր փոխարեն, ու սա մեծ հարված է հենց նաեւ Ռուսաստանին, էլի, որովհետեւ ինչ նախ առաջինը Չինաստանին, որտեւ ինքը Սոմալիից էր նավթը ստանում, Վենեսուելայից եւ Իրանից, եւ մեղադրեց Իրանին Հերմուսի նեղուցը փակելու համար Չինաստանը, որ ինձ շատ զարմացրեց։ Ինչքան է ուղղակիորեն կախված ինքը այդ նավթից էլի, որ Իրանից էր գալիս ու Վենեսուելայից։ Ախր շատ մեծ երկիր է Չինաստանը, Իրան շատ է պետք է այդ ամեն ինչից հասկանում եք, հա, բայց էլի ոնց որ չգիտեմ, հասկացողությամբ են մոտենում, ինչ են անում։ Ավելի զգուշավոր են ամենադեպս։ Հետո մի բան էլ ասեմ, էլի Միացյալ Նահանգները իսկապես ցույց տվեց իր բազուկը ռազմական, թե ինչերի է ինքը ընդունակ անել, ինչ է ընդունակ անել, եւ սա ինձ թվում է բոլորի համար բան եղավ, ցուցադրական մի պահ եղավ, որտեւ այս աստիճան ոչ ոք չէր պատկերացնում, այս ճշգրտությամբ, այս կազմակերպվածությամբ, այս ամեն ինչով որ կարող են խոցել ցանկացած թիրախ, ոչինչ չի փախնում, ոչինչ չի վրիպում։ Եվ այս ամբողջ պատմության մեջ որևէ կռահել, որևէ բան գուշակել ուղղակի հնարավոր չի, որովհետև ինչքան կտևի սա, էլի շատ անհնար է լավ։ Հիմա ասում են 100 օր, քանի կար մի շաբաթ էր, հետո 4 շաբաթ դարավ, հիմա արդեն 100 օր, կատակ բան չէ։ Ու ընդհանրապես ինձ թվում է Իրանի այս հարվածները տարածաշրջանը վերաձևավորելու է։ Մենք նոր տարածաշրջանում ենք ապրելու ու չգիտեմ որքան տասնամյակ կպահանջվի, որ այս ուժերը, որոնք տարիներով կուտակվել են, կրոնական, ազգային, ինչ-որ եւ այլն, հանկարծ ամեն մեկը իր տեղը գտնի, հանգստանա եւ սկսի ապրել կյանքը շարունակելով։ Ինձ թվում է դեռ շատ բաներ է զարգանալու, ցավոք սրտի։ Ես վախենում եմ ճիշտ ասած այդ զարգացումներից։ Ես վախենալու շատ բան չեմ տեսնում, բայց ամենաահավորը կլինի, որ այնտեղ սկսվի քաղաքացիական պատերազմ։ Այն ասում են, որ CIA արդեն զինում է քրդերին, իրաքյան եւ Քրդստաններին, պարսկական Քրդստաններին։ Այդ ես չհասկացա, այդ ես չհասկացա։ Քանի կար փաստորեն ինչ է ստացվում, Միացյալ Նահանգները ասում է, օքեյ, գնացեք, կռվեք, տեսեք ինչ եք անում։ Քրդերին զինելու իմաստը էս բaragայում որն է։ Ռեժիմի փոփոխության համար,
որտեվ հիմա այնտեղ չգիտես ինչեր կարող ասել։ Այս քրդերը ռեժիմի համար կկռվեն, թե քրդերը իրանց շահերի համար են կռվելու, Իսկ հիմա քրդերը ինչի համար ուզես կկռվեն, զենք դուր իրանց կկռվեն, իմոտ այդպեսի տպավորություն, ահա։ Հիմա այնտեղ ինչ խոստանան ամերիկացիները, ինչ կանեն, ես չգիտեմ, բայց հա, ախր շատ են, եթե քարտեզը նայում եք, ուրեմն Իրանի այս մասն է եւ բանի Իրաքի, այդ Քրդստան է կոչվածը շատ քանի միլիոն ժողովուրդ են այման եւ կռվող ժողովուրդ են բոլորն էլ չգիտեմ այստեղ ներքին պարակտումներ ունեն իրանք երեք բանը ասեց նշանակություն հա այս մի րոպե կարդամ հիմա ով էր ասում չէ բանը նախա վարչապետս որներ է Ալիևը տարքիր բաներ ասեց Այս անայ բանը Թրամփը իրանցի պաշտոնյաների վերջը որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդին մահ է հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նա խոստացել է որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կշարունակեն առաջ մղել իրենց ռազմական արշավը մերձավոր արևելյան երկրի դեմ մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք եւ նրանց ղեկավարությունը արագորեն անհետանում է Յուրաքանչյուր ոք, ով կարծես ցանկանում է առաջ շոտ լինել, վերջում մահանում է, ասել է Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոց արագորեն ոչնչացվում է։ Ով շարունակի առաջ մղել Իսրայելի հետ համատեղ իրականացող օդանավային արշավը, որի արդյունքում սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ես տղային են ուզում դնել, նրան էլ են սպանելու։ Իրենք իրենց երկրում չեն կարողանում իրենց ղեկավարին ապահովել, անվտանգությունը ապահովել, բայց Չէ, տղայի ընտրության հարցն էլ շատ խրթին է, որովհետև ասում են գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, ինչ կապ ուներ հայրներ թե ինքներ, մենք ռեժիմի փոփոխություն ենք ուզում, բայց ինչն էլ կարծես բոլորովին անընդունելի է, գոնե ներկա վարչախմբի համար, որովհետև դա նշանակում է վերջ Goodbye my love goodbye կարճ ասած Այո, որ իրենց վերջը եկել է, հա, որտեվ իրենք եթե այնտեղ հանկարծ դեմոկրատական ինչ որ ձևով դեմոկրատական հանրապետություն դառնա բան, իրենց վերջը եկել է, այդքան որ իրենք են հանցագործություն, իրենց ժողովրդի դեմ գործել։ Եվ իրենք հստակ հասկանում են, դա դրա համար կպայքարեն մինչև վերջի վարկյանը։ Պայքար մինչև վերջ, ասում էին ժամանակին։ Ախր մենակ այն գաղափարը, որ իրանք ասում են Խոմեյնիի տղան պիտի լինի, այդ նշանակում է, որ մենք մի քայլ չենք հետ կանգնում կամ չենք զիջում։ Այդ է նշանակում։ Մենք շարունակում ենք ինչքան որ կարող ենք։ Դե շարունակենք։ Տարածաշրջանում օդը փակում է, օրինակ Ադրբեջանը փակել է Իրանի հետ սահմանի օդային տարածքը, նաև բեռնատարների մուտքն էլ է փակել, այսինքն լրիվ Ես այստեղ հայտնվեց նոր հաղորդագրություն հրատապ գրառմամբ Ադրբեջանի կառավարությունը դադարեցնում է Իրանի հետ սահմանի բեռնատար մեքենաների երթևեկությունը ամբողջապես։ Նախարարական կաբինետը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավակայանի դպրոցի եւ շինությունների վրա հարձակումներով։ Փաստորեն մենակ օդանավակայանը չի եղել։ Ու այստեղ նաև նշում է, որ Աբբաս Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել Նախիջևանում կործանված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ-նախարարները հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով եւ ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում, բայց մնացած հարցերում չեն խոսել, էլի որ այս հա բարիդրացի ենք, բայց մի երկու հատ ռումբ գցեմ էլի ոչ ինչ մի նեղացեք էլի տարբերակն է։ Պաստորեն հա, այդ է ստացվում։ Ուրեմն Ալիևը հետարքիր բան ասում է այստեղ։ Ալիևը քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին, դրանք ըստ նրա հակաքարոզություն են իրականացնում փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։ Հետո ասում է, դա արվում է այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն անկախ ադրբեջանական պետությունը այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար։ Տես զգուշացնում է ոնց որ էլի ասում է այդ մեր ժողովուրդը տեղ ապրում է եւ չգիտես ինչ կլինի։ Հիմա ասում ես, տես քրդերը կան, ադրբեջանցիները կան, քանի միլիոն են, 30 չէ, 20 քանի միլիոն են։ Իրանի բնակչության 20-22%-ը էթնիկ ադրբեջանցի են, կատակ բան չենք խոսում էլի, հա, շատ լուրջ է, շատ լուրջ է։ Բայց իդեպ Իսրայելի վարչապետ Նյատանյահուն էլ երեք Իրանի ժողովրդին դիմեց եւ էլի ազգային փոքրամասնությունները հերթով նշեց, նկատի ունի կարելի է էլի բաժանիր որ տիրեսը եւս մեկ անգամ կյանքի կոչել ինչ-ինչ Իսրայելի մոտ ստացվում է այդ
տարբեր ուժերի զինենք, տարբեր բաներ խոստանք, բան ումն է պետք, մեծ Իրան բան քանդենք, վերջանա։ Մոտավորապես այդ քայլերն է իրականացնում, հուսամ միասնականություն կլինի, բայց ինձ թվում է Թուրքիայի շահերից էլ է բխում, որ եթե այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվեց, Հայաստանի համար դա շատ աղետալի հետևանքներ կարող է ունենա։ Ահա որը չեմ էլ ուզում մտածել։ Նախ կորցնում ենք որպես առևտրի բան գործընկեր Իրան, արդեն կորցրինք, այս վիճակում ինչ առևտրի մասին է խոսքը։ Հիմա եթե էլ փախստականներ, բաներ սկսեն այդ սահմանը եւ այլն, ահավոր արինելու։ Այսօր մերոնք են զրուցել, Հարարատ Միրզոյանը զրուցել է Բահրայնի թագավորության արտաքին գործերի նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Այզայանի հետ, ինչպես հայտնում են նախարարությունը, ստեղծված իրավիճակն են քննարկել, նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով, մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ։ Գիտեք, որ Բահրայնը այսօր եւս մի քանի արկ է ստացել եւ թիրախավորում է այո Իրանը տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, քանի երկիր եղավ, 10 երկիր մոտավորապես որ արդեն ներգրաված է։ Արդեն ավել էր, անգամ ավել։ Իդեպ մերձավոր արևելքում մեր հայրենակիցների թիվը դեռ զբոսաշրջիկների թիվը մնում է բավականին մեծ, ովքեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն ձեռք բերված տոմսեր, մարտի 6-ի երեկոյան ժամը 21:30-ին, այսինքն 9:30, կայանալու է Մասկատ, Երևան թռիչքը, այնպես որ մի խումբ եւս կգա, այսօր 2 ռեյս, 2 թռիչք Դուբայից եկել է, գիծն էինք նայում, հետագիծը ինչպես է թռել, հա, շրջանցելով ռազմական գործողությունները, ուրեմն Դուբայից թռել են Աֆղանստանի երկնքով, Պակիստանա, Թուրքմենստան, Ադրբեջան, Երևան։ Այդպիսի մեծ պտույտ է, սովորաբար թռիչքը տևում է 3 ժամ, դա տևել է 6.5 ժամ։ Այսինքն ավելի քան կրկնակ։ Գոնե մարդիկ տուն են հասել։ Հա, ճիշտ ասած մենք սենց ասեղների վրա ենք, մենք առավոտյան պիտի գնայինք Դուբայ, գործեր ունեինք եւ տոմսերը վաղուց վերցված է եւ այսպես երկընտրանքի առաջ են կանգնած, չվերթը կա գնալու, բայց գալու հետ կապված մտավախություն ունենք, կգա հետ, երբ կգա, կհետաձգենք, կմնանք այնտեղվան ու սենց ման վիճակա, դիլնոդիլ վիճակա։ Չգիտենք, ամեն ժամ սպասում ենք հաստատման, ոնց կլինի, ինչ կլինի, բայց դե էտա, ում մտքով կանցներ, որ Դուբայը որպես խաղաղության, բարեկեցության, հա, ամենադրական բաները կարելի է օգտագործել, այս վիճակում կհայտնվի եւ ԱԳՆ-ն Դուբայի, Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնում էր, որ ամեն րոպե երկրի տնտեսությունը կորցնում է $1 միլիոն, ամեն րոպե։ Դե ենթադրությունները թողնում եմ ձեզ արդեն։ Եթե Պարսկաստանը հույս ուներ, որ Սենատը ինչ-որ բան կանի կմինչև տիև կարգելի պարոն Թրամփին ռազմական գործողությունները, ապա նրանց հիասթափություն է սպասում։ Միացյալ Նահանգների Սենատը 53 կողմ 47 դեմ, դե Սենատը 100 հոգի է ուղիղ բարեկամներ, 53-ը կողմ 47-ը դեմ ձայներ հարաբերությամբ մերժել է բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակել նախագահ Թրամփի լիազորությունները շարունակելու Իրանի դեմ ռազմական գործողությունները առանց կոնգրեսի հաստատման, այսինքն պետք չունի կոնգրեսի հաստատումը։ Միջոցառումը կպահանջեր կոնգրեսից թույլատրել հետագա հարվածները, սակայն հանրապետականները մեծ մասամբ դեմ էին դրան, պնդելով, որ նախագահն ունի գերագույն հրամանատար լիազորություններ ղեկավարելու ընթացիկ գործողությունները։ Քվեարկությունը Սպիտակ տանը թողնում է լայն լիազորություններ շարունակելու գործողությունները, այնպես որ հույս չդնենք Սենատի վրա Միացյալ Նահանգներին։ Իդեպ ոնց հասկանում ենք Իրանը մի հատ ռազմածովային նավ էր, փախցրել էր, տարել էր Շրի Լանկայի ափերի մոտ էր կանգնացրել, ուրեմն Իրանի ռազմածովային ուժերի Իրիս Դենա կոչվող նավը աղետի ազդանշան ուղարկելով խորասուզվել է Հնդկական օվկիանոսում, էլի փախցրել տարել էին այդ նավը միակներ մնաց է Իրանի, տարել էին տորպեդոյով ջրեր, կարծելով որ այնտեղ ապահով են իրան ձեռք չեն տա։ Հա,
Սուզանավով միացա ու կադրերը կա ցույց են տվել ու բարձրում է դա պատմական պահ է, որովհետև ինչով է պատմական։ Պատմականը նրանով, որ երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Սուզանավը է տորպեդոյով ռազմական թիրախ է խոցվել եւ նավ է խորտակվել։ Ցավոք 180 մարդ է եղել բանի նավի վրա, որոնցից ենթադրվում է, որ մոտավորապես 30-ն է ողջ մնացել, այսինքն 150 զոհ կա, ավելի ուշ հրապարակվել է նաև տեսանյութը Միացյալ Նահանգների ուժի կողմից, որը ցույց է տալիս, թե ինչպես է նավը խոցվում եւ խորտակվում։ Պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգների Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ իրանական նավը Պարսից ծոցում տորպեդահարվել է ամերիկյան Սուզանավի կողմից։ Շրի Լանկայի փոխարտգործնախարար Անուն Հեմաչադրան էլ հայտարարել է, որ այս պահին հաստատում է արդեն 80 մարդ զոհվելու մասին, բայց զոհերի թիվը գերազանցելու է 120-ը։ Իրանի եւ Շրի Լանկայի միջև հեռավորությունը ավելի քան 4000 կիլոմետր է եւ ահա այնտեղ էր թաքնվել նավը։ Փաստորեն ո՞նց է ստացվում Պարսից ծոցից է տորպեդահարը բանին այդ նավին։ Չէ, դեպի մոտիկ լինես, ես ենթադրում եմ։ Դե նա ինչ է գրած, ասում է Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ իրանական նավը Պարսից ծոցից տորպեդահարվել է ամերիկյան Սուզանավի կողմից։ Դե ուրեմն Իրանի պատասխանն է հայտարարքի Միացյալ Նահանգները կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար, Իրանի արտգործնախարարն ասում։ Միացյալ Նահանգները հանցագործություն է կատարել ծովում Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Դենանավ անձնակազմի 130 անդամվարների եւ հիշեք իմ խոսքերը։ Միացյալ Նահանգները դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար գրել է նախարարը։ Այման լավ էլի, լավ էլի։ Նավ չմնաց արդեն, չունեն էլ նավ։ Դառնորեն, դա դուք ձեր դառնորենը մի հատ նայեք։ Ձեր մասին մտածեք էլի։ Ախր այսինքն այդ լոփո խոսում են էլի։ Եվ այս մակարդակով էլի, ասենք մեզ փողոցի խոսակցություն չի։ Արտգործնախարարն է երկրի ասում, դառնոր մատով խոսելով բան։ Այս խոսելաձևը իրանց տունը քանդեց։ Նույնն էլ այաթոլան ապտակելու են, կործանելու են։ Խոսելաձև չի միայն, սա մտածելաձև է, այդպես են իրանք մտածում իսկապես, այդ արևելյան այդ բանը չափալախ կտամ, այս կանեմ, այմար տները քանդվել են, էլ բան չի մնացել, քարի վրա չի մնացել, դառնորեն կզղջա, իսկապես միամիտ են էլի, խելացի չեն, հասկանում եք, խելացի չեն, այդ կրոնը, այդ օրթոդոքս կրոնը ջուր է սարքել ուղեղներ այս մարդկանց, լուրջ է ասում, եւ հետո աշխարհից կտրված են, իրենք պատկերացում չունեն այ մարդ ինչա կատարել, ինչքան էլ թվում է թե ունեն, չունեն, իրանք երևի մտնում են այդ ներողություն, այդ անգարները տեսակ իրանք այդ դրոններով բան որ գետնի տակ ունեն, ինչքան աչքդ կտրում է երևում է, իրանք թվում է այդ հերիքա իրանք որ ամբողջ աշխարհի դեմ կռիվ անեն, չէ, քիչ է դա, այդ այնց գլխներիդ կգա, մի արեք դա Մի արեք, հանձնեք ձեր չալմաները, գնացեք միտեղ բանում, ինչ աղոթեք, բան արեք, ինչ եք անում ընդեղ, հա։ Կրոն, հա, բայց պետական ստրուկտուրայի մեջ, կառավարման մեջ, այն էլ ջիհադիստական վրեժի դրոշը բարձրացնենք մսկիթների վրա, բան, հա, այդ իմ թվում է պիտի հասկանաս ինչ վիճակում ես ուժերդ ժողովրդական իմաստություն կասած ոտքերդ վերմակի գյորա մեկնել, հիմա էսա։ Դու ասենք Ամերիկա, Իսրայելի դեմ, այդ ինչ ես խոսում, հա, հանձնվելուն իհարկե բան հանձնվելու մասին չի խոսքը, բայց դու չպիտի հասցնեիր այս իրավիճակին, այս իրավիճակին։ Այո, մանավանդ, տես հիմա ինչքան նայեք անհավասար է, չէ, ուժերը, մանավանդ երբ որ Միացյալ Նահանգները եւ բանը միանում է իրար բոլորի մասներով, բայց այսքանը դուք չեք կարողանում հաշվել։ Բայց դուք չեք կարողանում եւ մի անգամ էլ ախր հարվածեցին, չէ՞ դրանից առաջ, ոչնչացրին այդ բաները ատոմային եւ այլն։ Դուք հասկացաք իրենք ինչի են ընդունակ։ Դրանից հետո ոչինչ չփոխվեց։ Դե 10 քանի տարի էս հետևում եմ։ Ոնց որ բանակցություններին գնում խափում են ժամանակ են շան, վայ էս ասել, պայմանավորվեցին նորից հանդիպել, պայմանավորվեցին այս մասին չխոսել, պայմանավորվեցին, հա ինչքան կարող եք տենց։ Դուք չեք հասկանում, որ գլխներիդ գալու է։ Ախր այդքան իմաստություն էլ չունեք դուք, մասնագետ չունեք, որ ասում են, այ մարդ, այս մարդիկ այսքան այս զենքերից ունեն, մենք այսքան ունենք։ Մենք իրանց դեմ չենք կարող պայքարել։ Ասում են գալու են, եկեք տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք տակից դուրս գալու։ Չէ, էլի պոզերը տնկած գնացին առաջ եւ հիմա ունենք ինչ որ ունենք արդյունքում, հա։
Տխուրավիճակը եւ ահա արդյունքը հազարավոր զոհեր 1114 պաշտոնական զոհ այս պահին արդեն հրապարակվում, բայց իհարկե ցավոք սրտի ավելա արդեն խոսում են մոտ 10000 վիրավորի մասին, ընկերներ, ահավոր թվեր են էլի ընթերցում, ուրեմն Միացյալ Նահանգներում գործող մարդու իրավունքների պաշտպանների գործակալության տվյալները այս պայդրությամբ հետևյալն են, բայց այո, այստեղ էլ է նշվում, որ անհամեմատ ավել է լինելու 1114 զոհի մասին է պաշտոնապես հայտնում հրապարակված վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը ընկերներ մեծ քանակությամբ երեխաները պարունակում ցավոք սրտի այս վերջին հակամարտության զոհերի թիվը մոտենում է ուրեմն 1114-ի, բայց Իրանի ազգային արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ թիվը մի քանի հազար է լինելու, ուղղակի դեռ չի ճշտված թիվ չի հրապարակվում, բայց այդ կադրերը նայում ես իրոք ցավոք սրտի, հա, հնարավոր է որ հազարներ լինի։ Այ երբ որ ապիկար կառավարություն ունես, ժողովրդի վիճակն էլ է դա լինում։ Գիտեք ինչ, ասենք, չեն սովորել եվրոպական համալսարաններում բանի զարգացման մակարդակը ցածր է, բայց իմաստություն էլ չունեն, այդքան բանապարտություն ունեն, չեն հասկանում ինչ էր գալու իրանց գլխին, էլի։ Պաստորեն չէ։ Այդ հայտարարությունը, որ եթե ատոմային ռումբ լինի, ինձ կապեկը գցեք Իսրայելի վրա, ապտակելու ենք Ամերիկային, Իսրայելը Սատանայի Ամերիկան, դեսպանատուն եք գրավում, վառում եք, ինչ որ հրապարակային բաներ եք անում, դրոշ եք վառում։ Իդեպ քանի որ մենք էլ դրոշ վառելու սիրահար ենք։ Այդ նույն բանն է, Ռաֆայել, նույն սկզբունքն է։ Ոչ մի լավ տեղ չի տանելու, մանավանդ եթե դիմացինդ ուժեղ է, ինքը այդ ամեն ինչը նայում է ու ամենասենց ճակատագրական պահին օծի պես այն ամենաճիշտ պահին նենց է խայթելու, որ այդ թույնից չես ոտքի կանգնելու։ Պիտի հանգիստ, եղբայր, հանգիստ, օքեյ, ծրագիր ունես այդ բաների։ Դու մի հայտարարի, մի բարձացի, մի գոռա, հələ չեղած ատոմելը ուռան հայտա չես հարստացնում, ուռոգլու, դու չես հարստացնում, դու արդեն ասում ես ինձ կկապեք գցեք Իսրայելի վրա։ Ինչի ես դու տես բաներ ասում։ Տեսար ողում գցեց։ Աշխարհին իրանք են գցե, դու ուզում ես իրանք գցած լինես, այտենց ոնց կլինի։ Խոսքերով այն բանն էլ չէ որ սպանեցին էլի նախքին իրանց նախագահան ասում էր քարտեզի երեսից պիտի ջնջվի Իսրայելը ասում էր բայց այդ Մահմուդ Ահմադը հայտնվեց Նեժադը դա ամեն կռվի վաղտ չէ Նեժադը չէ այն մի հատ կար է Ռոհանին Այն որ եկել էր Ամերիկա, ՕՕՆ էր եկել, ասեցին մի հատ թղթակից հարց տվեց, ասեց հոմոսեքսուալների բանը կառավարություն ձեր հոմոսեքսուալիստներին ոնց է վերաբերվում, ասեց մեզ մոտ հոմոսեքսուալիստներ չկան։ Մեկ էլ ամբողջ դահլիճը սկսեցի ծաղել, այդ քանի արոքի էլի։ Ախր դրանք էլ մի սան չեն, դրանք ում եք հայտարարում ինչ է, այնտեղ ինչ է։ Էն էլ որտեղ չկա Պարսկաստանում, էլի որ երեխեքը վախում են փողոցում քայլեն, որտեղ կարող է բռնել ու բռնաբարեն, էլի տղա երեխաները, չկա ասում։ Չգիտեմ այդ ինչ ոնց եւ ինչու, բայց այս ամբողջ պատմության մեջ Հայաստանի դերն ու դերակատարումն է ինձ շատ անհանգստացնում։ Իմ կարծիքով այս ամբողջ պատմության մեջ, քանի որ մենք համայնքել ունենք, էլի այնտեղ հայկական համայնքը արդեն ասում են հոսք կա դեպի Երևան, իրոք վտանգված է ու մենք որպես պետություն որոշակի քայլեր պետք է ձեռնարկենք, որովհետև նայում ենք մեր աչքի առաջ քանի հայ համայնք ուղղակի քանդվեց, էլի, Հալեպի մեր հրաշք համայնքը, Սիրիանը Իրաքում համայնք ունենք, այսինքն 4 բոլորը որ sense նայում ես ռազմական գործողությունների արդյունքում լուրջ վնասներ են կրում, իսկ մենք որպես գլոբալ ժողովուրդ համայնքներով ենք նաև հզոր ինչ-որ առումով ու ամեն մի համայնք որ տուժում է, դա ինչ-որ առումով նաև մեզ է հայաստանցիներին է մեծ վնաս հասցնում։ Ինձ եւ ամուսնուս ասում է Հասմիկ Գարապանյանցը, չմոռանաք ինչ եք ասում, հաղորդագրություն ընթերցում, ասում է ինձ ու ամուսնուս բերեցին փողոցում Իրանում, հարցրին ամուսնացած եք, ասեցինք այո, ասեցին թուղթ ունեք, ասեցինք այո, իմ ծննդական սերտիֆիկատը ինձ մոտ ցույց տվեցի, թուղթը վերև ու ցած պահեցին, ասաց դե հիմա լավ օքեյ գնացեք։ Հասմիկ Ղարաբանյանցը պատկերացնել անգամ չեմ ուզում, որ դու քայլես փողոցում ինչ որ մի անլավա չալ մեկով մարդիկ գան, ասեն ամուսնացած ես, ինչ ես, ծուռ ես գլխակը դրե, չադրը չգիտեմ ինչ ձև ես դրե, դա ի՞նչ կյանք է, Էն էլ փողոցում քայլում է,
Հայտ եմ ասում, այդ գործընկերը ունեմ մի հատ Իրանահայ, որ հիմա այստեղ ապրում, աշխատում ենք իրար հետ, ասում է, ընտանիքով ասում է 3 երեխա ու ծնողներս գնացել ենք, չգիտեմ ուր, հանգստանալու Իրանում։ Ասում է այդ բանը մոռացել էին վերցնեն, այդ ամուսնության այդ թուղթը։ Ասում է այ մարդ, ես կնիկ, այս երեխեքս են 3 հատ երեխա բան, նո ասում է, մինչև չվերեք այդ թուղթը հյուրանոցում համար չտվեցին, ասում է։ Զիպած ասում հայրս քշեց հետ գնաց ասավ տուն, թուղթը բերեց որ բան անել։ Մեր գործընկերը որ մեր հետ է աշխատում իրամանցներ խոսքը։ Այո։ ART-ում աշխատում։ Հասկացա արդեն։ Վիդեո էդիտորը կապել չկա, փորձում է կապվել, անընդհատ կապ չկա։ Ինչ որ մի պահ կարողանում էր գրել մեսեջով, հիմա էլ է փակվեց լրիվ տեղակ չի թե ոնց են ծնողները, եղբայրը ոնց են այնտեղ ինչ են անում։ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ անվտանգության խորհրդի նիստ ստեղծված իրավիճակի շուրջ, մասնակցում էր նաև նախագահը, դե որ նախագահը արդեն մասնակցում հրաշալի է։ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, այլ պաշտոնական անձինք։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակները, տրանսպորտային հաղորդակցության բնականon գործունեության ապահովման կապի հարցերը, վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ, այլ մեկնաբանություններ չի հնչում։ Ամենայն հավանականությամբ հենց այդ ժողովրդին հետ բերելու հարցն է, դա շատ ասում են, մի քանի 100 մարդ է դուրսը մնաց է։ Այդ վերաբերում է նաև մեզ երկուշաբթի օրվանը cancel արեցին զանգի խոսը։ Նամակ ստացանք արդեն հետադարձը cancel արեցին մեր թռիչքին։ Հետադարձուներ cancel եղա։ Հետադարձ գնալը կա, հետադարձը գնալը որ չեն անում, հետ գալն են cancel։ Ես սա չեմ հասկանում։ Եթերի ընթացքում ստացա մեսեջը, նա կնոջից մի հատ զանգի խոսա, Fly Dubai-ով ենք դռնում։ Սա շատ նենց կարևոր բան է, էլի, ոչինա բաց թողես, ոչինա գնաս, չգիտեմ, սենց բանը։ Մի քանի ժամից թռիչքն է։ Առավոտ շուտ դիթռնենք։ Դա, լավ, սպասենք, ընկերներ, սպասենք զարգացումների, տեսնենք ինչ կլինի։ Այսօր փողոցում եմ տեսել Հյուսիսային պողոտայում, այս պատանների տակ։ Սեթրակ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ավակ որդուն։ Սեթրակ Քոչարյանին։ Ում Սեթրակ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանի ավակ որդուն։ Իդեպ մի հատ Լևոն անունով։ Չէ, Լևոն Քոչարյանը բազմիցս տեսել ենք, հանդիպել ենք ֆիզիկապես գործի առումով, երբ որ Նոր Հայաստանը եւ Անֆլիքսը պայմանագիր էին կնքում, Դվին բանկետ հոլում ենք, ինքն ներկա շատ ջեր միտեղ զրուցեցինք, բան անգամ կադրերը կան, ահա, ասում է Ռաֆայելը Քոչարյանական դարավ հիմա էլ, ընկերներ, գործի բերումով 1000 մարդ ենք տենում, ենք հո թշտամի չենք, վերջը բարև եկա, ալուս եկա, խոսում ենք, բայց քաղաքական առումով բոլորովին այլ Հայաստան ունենք, եւ դա կարծում եմ շատ նորմալ է, ուզում եմ մեր հասարակությունը վերջապես այդ գիտակցման մակարդակը ունենա, որ քաղաքական տարբեր հայացքներ ունենալը, դա չի նշանակում ամեն պոտենցիալ պիտի հանեն սրախողող անեն։ Հա, Ժորժ ջան, թարգեք այդ բաները։ Էսենց ենք ապրել, որ ամեն երկրորդ բառից տալ իրար սպանում են։ Այո, մենք քաղաքական առումով տարբեր եզրերում ենք գտնվում, բայց ինչ է նշանակում այդ թշնամանքը եւ այլն։ Մի խոսքով, ինչ են պատմում սա առանց թիկնապահ։ Ես այն բաները չի ասում, բան խայլում են թիկնապահներով փողոցը փակում են, բան։ Մյուս կողմից, քանի որ ինքը ընդհանրապես հրապարակային մարդ չի, գուցե եւ շատերը չեն ճանաչում դեմքով բանով, չեն ճանաչում։ Ես չէի ճանաչում։ Հա, շատ շենց բան զարմացանք, հա, ինքն էլ նայում էր ուշադիր ամենայն հավանականությամբ հաշվի առնելով հռետորաբանությունը եթերը, ոնց լինի ինքն էլ երևի տեսել, լսել։ Okay, ինչ ունենք, լավ, օրակարգում ընդդիմությունից խոսեցինք։ Թուրքիայի ուղղությամբ նախորդին իրանական բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը չի ակտիվացվի, այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն։ Նրա խոսքով թե միջադեպը լուրջ բնույթ է կրում, սակայն ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու կարիք չկա։ Որևէ մեկը չի խոսում 5-րդ հոդվածի ակտիվացման մասին, ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեք տեսան, որ ՆԱՏՕ-ն շատ ուժեղ է եւ աչա լուրջ նշել է Ռուտեն։ Այս 5-րդ հոդվածը բանն է, որ եթե հարձակվում են ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա, ուրեմն հարձակվում են ամբողջ ՆԱՏՕ-ի վրա եւ ՆԱՏՕ-ն պարտավոր է բան անել, պատասխանել դրան, պաշտպանել իր անդամին, բայց այս այն դեպքը չի ըստ քարտուղարի, որ Թուրքիայի վրա արձակած բանի համար ՆԱՏՕ-ն խառնվի իրար։ Այստեղ
Տիկին Զոյան օկտատեր ասում է Ռաֆայել բան Դուբայում ասում է մոտեցան իմ աղջկան եւ պահանջեցին գլխաշոր կրել, պահանջեցին անձնագիր, տեսան որ եվրոպական անձնագիրը հեռացան։ Ունենց անհավատալի բան եք ասում Տիկին Զոյա։ Եթե գուցե կրոնական հաստատությունում էի կամ Շեյխ Զայեդի մզկիթում էի գուցե կամ որովհետեւ ես շատ հաճախ եմ գործի բերումով լինում 2 ամիսը մեկ ես Դուբայում եմ լինում, ես երբեք չեմ տեսել նման բան, որ կնոջս մոտենան կամ այդքան ռուսներ կան, կիսամերկ, ռուսի մերկը գիտեք որն է, ասում ռուսի բառը որն է, երբեք չեմ տեսել մեկը մոտենա, մեկը ու շատ բաց հագնված մարդիկ են 4 բոլորը, այն էլ Դուբայում, եթե ասենք Ռասել Խայմայում կամ Շարժայի կողմերը, բան գուցե, բայց Դուբայում ես չեմ կարող ուղղակի պատկերացնել գան ասեն չադրադիր գլուխը ծածկի շատ անհավանական բան եք ասում, բայց հա, չգիտեմ, ինչու, ոնց եւ ինչպես։ Դուբայի մասին նոր գրվեց, որ ազդանշանները միացել, այդեպ մենք այդ ծանոթ ունենք, այդ ասում է այդ alert-ները միանում է հաճախ հեռախոսների, բայց մի հատ բան չտեսանք ռմբակոծության, այդ առաջի օրն էր, որ թիրախավորեցին ու բարեբախտաբար էլ չկա, դրա համար տեսենք, այստեղ էլ ինչ ունեմ, Ռոզա Ալյանն է գրքի մասին բան է գրել, Տիկին Ռոզա, ես անպայման ձեզ սա եթերից հետո կզանգեմ, ասում եք գիրքը չենք ստացել, վաղուց նման հայտարարություն չէի լսել, որովհետև կարծում եմ բոլորը արդեն ստացել վերջացել են, որովհետև չկա գիրքը sold out, հա։ Ես կզանգեմ ձեզ արգելի Ռոզա Ալյան, screenshot եմ անում, որ համարն էլ ունենամ, անպայման շնորհակալ եմ հաղորդագրության համար, կզբաղվենք, անհոգ եղեք։ Do you have any comments of the latest bombing at Nakhichevan airport by Iranian drones? Ասեցինք Ռուբեն Սուլահյան, ասեցինք ինչի մասն է խոսքը։ Այո, օդանավակայանն են թիրախավորել, անգամ կարդացինք, որ արտգործնախարարները Բայրամովը եւ ինչ էր անունը Արախչին հեռախոսազրույց են ունեցել եւ խոսվել այդ ինչ հետևանքներ դա կունենա, դե կարծում հետևանքները արդեն ունեցավ Ադրբեջան օդային տարածքնապակում Իրանի սահմանին բեռնափոխադրումներն է կասեցնում մուտք ու երկնք կասեցնում եւ կարծում եմ վիճակը էլ ավելի է թեժանալու։ Ահա գիտեք ինչն է այդ արքի, չեն էլ ասում սխալման փա եղել, բան ասում մենք չենք։ Բա ով էր եթե դուք չեք։ Հետո այդ բոլոր ռումբերի վրա հատիկ գիտեն մասնագետները թե որտեղից է եկել։ Տիեզերքից տեսնում են որտեղից թռելա ուր է հասել։ Դուք ասում եք մեր երեխա եք դուք ինչ եք, ես չեմ հասկանում էլի։ Դա ինչքան ուր է գնալու մինչև այդ տեսակ սուտ խոսելով էլի, հա։ Ոնց որ դիմացինիդ հիմարի տեղ դնես։ Օդանավակայանը ռմբակոծում ես, ասում ես ես չէի։ Հետո լավ։ Այ, բարևներ բրբանքից ունենք, բարև ձեզ հարգելիներս, էստեղ են ասում Ժիրինովսկի վերկած տես ինչա կատարվում, Սոնա Անոյանն է ասում, ենթադրելով Ժիրինովսկու այսպես կոչված կանխատեսումները Իրանի շուրջ, գիտեր համացանցը այո, այդ հատվածները իր խոսքի շատ է պատտվում, դերին եք չգիտեմ, տեսել եք թե չէ Վլադիմիր Ժիրինովսկու այսպես կոչված մեկնաբանությունները Իրանի շուրջ եւ էլի այլ թեմաների շուրջ։ Կարծեմ մի ժամանակ հա, բայց չեմ հիշում որ այնքան էր խոսում, էլի այն որ ինքը ակադեմիական կրթություն ուներ, դա կասկածից անգամ վերա, ես կասկածի տակ չեմ դնի, շատ կարդացած գիտակ մարդեր ինչ խոս, բայց հավատացեք այնքան ինչքան նա էր խոսում ժամերով, որ հաստատ այդ ժամերի մեջից մի բան կբրդեր ամեն ինչի մասին իդեպ ամեն ինչի մասին, հա, բայց մի հատված որ sense խոսքից կտրում հանում ես, իսկ ով չգիտեր որ Իրանի ռեժիմը պիտի փոխվի եւ հարվածը հասցնելու, այսինքն եթե տասնամյակներ Իրանի ռեժիմը օրինակ նույն Իսրայելին սպառնում է, արդար այդ մեր գործը չի, սպառնում է փաստացի դոկումենտալ վիդեո տեսանյութեր կա, չէ, այսինքն պետք չի Նաստրադամուսը լինել, որ հասկանալ, որ Իրանը հակահարված է տալու։ Այդ այսինքն էս պարզ է, չէ, հիմա եթե ես ասեմ եթերում եւ դա տեղի ունենա, դա չեղա որ ինչ-որ վայ ֆանտաստիկ ինչ-որ բան բացահայտեցինք, չէ, դա ակնկալելի էր, որ ուժեղ երկրի դեմ խոսում է Իրանը, այն Իրանը, ում ռեժիմը ցանկանում են փոխել։ Դրա համար, չգիտեմ ինչպես վերաբերել ես։ Այդ Ժիրինովսկին բան ուներ տարիներ առաջ նայեցի, բան հոլովակ ուներ մի հատ, կնոջ մասին էր խոսում։
Մասում է SNN Սապագի շուբը Սապագի շուբը ճիշտ է մանավանդ ես գիտեմ ինչի Ռուսաստանի կանայք այդ երկու բանը ուրեմն սապագի շուբը բան շուբան ոնց կլինի հայերեն մուշտակ եւ բաներ հա երկարաճիտ հա կոշիկ սապոկ բայց վերջի բանն է լավը աթոռ չունի տունը нստելու ուտելիք չունի բայց պիտի ունենա շուբա իսապագի պիտի ունենա բայց վերջի նախադասությունը ոնց է ասում սապագի շուբա ասում пока он не сдохнет она не успокоится Ճաճիշտա Մինչև ասում է ինքը չսատկի էդի չի հանգստանա пока он не сдохнет она не успокоится Գիտեք որ ընդհանուր չէր ասում հենց կոնկրետ իրակենոջ մասին էր ասում ատում էր կնոջ բայց ահա որ բան տեղի ունեցավ տեսեք որ մահացա ոչ երեխան Լեբեդևը Սերգեյ Լեբեդևը որ կնոջ ազգանունն էր վերցրել ոչ էլ հենց կինը չեկան հուղարկավորությանը իսկ իրանք պաշտոնապես ամուսնալուծված չէին բայց չգիտեմ իրանք ազդական կյանքը ինչ էր ոնց էր բան բայց ահա որ բան է որ իր մասշտաբի մարդը մահանա ու իր զավակն ու կինը որ չկան հուղարկավորության դե ինքը շատ բանը կյանքով էր ապրում էլի Ռաֆայել հիմա չեմ ուզում ընկնել այդ բաների մեջ բայց էլի ասում ես ծնողը տա գնաս վերջացնես այդ թաղմանը բան գոնե հա չգիտեմ բայց դե ամեն մարդ յուրովի է այդ ամեն ինչին նայում դեպս ապօրինի զավակը անունը չեմ հիշում ինչ էր ապօրինի մի հատ որդի էլ ունի դեպ դուստր էլ ունի որդի էլ ունի այդ որդին հիմա դատական քեսերի մեջ է ունեցված կեզ ես մեկ հետևում եմ զարգացումներին այստեղ YouTube-ում վերում եմ մոտս դատի է տվել այն մի ընտանիքին այդ Լեբեդևի ընտանիքին պահանջում է ունեցված քան խոսքոն կենասները քաղցրանում են հա կենասները քաղցրանում են դե գովազդի ժամը եկավ գովազդի պահա այո եկավ իհարկե 10 րոպե եթերին մնացել լավ եկեք գովազդային դաթարով ընդմիջենք հետո գանք շարունակենք մի քանի հարցեր կան նաև ներհայաստանյան օրակարգից հարգելի բարեկամներ այո Սամվել Կարապետյանից էլ նորություն ունենք այո ինչու եւ ինչպես փորձենք հասկանալ գովազդային դաթարից հետո հերո չգնաք մնացեք մեզ հետ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ եւս մեկ անգամ բարի օր բարի լույս եւ բարի երեկո նայած աշխարհի որ անկյունից եք մեզ միացել սա դեմ դիմաց հանդիպումն է շարունակում ենք քննարկումը իրանյան կրքերն են Իրանը արդյոք ամուր է թե ոչ ոնց հասկացանք այդքան էլ ամուր չէ իրավիճակն է ամենայն դեպս դրա մասին խոսում բայց գանք ներհայաստանյան վիճակին ինչպես անոն սարեց Դերենիկը խնդրեմ ինչ եւ ինչու այո վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների ներկայացված բողոքը եւ որոշել Կարապետյանի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի հայտնում է իր փաստաբան Արամ Վարդանյանը վերաքննիչ դատարանը մի դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը եւ որոշեց որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի հա եթե մեկին կալանքից ազատել են այդ չի նշանակում որ պիտի բոլորին ազատեն հետարքիր տրամաբանությունն է չէ բայց ինչ իրան ազատեցիք մեզ չեք ազատում բայց այս Արշակ arczepiskopos-ի պատմությունն է նաեւ հետարքիր որ ազատ արձակեցին հա Մայրաթոր դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ գլխավոր դատախազությունից հայտնում են որ դատական ակտը ստանձնելուց հետո քննարկվի բողոքարկման հարցը ավելի վաղ հայտնել էինք որ Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանը ազատվել է հա եւ անգամ կադրեր հրապարակեցին ոնց է նա դուրս գալիս իր հիմնական մեղադրանքը այդ այսպես կոչված քերակնոջ հարցներ թե ուրիշ բաներում էլ էին մեղադրում այս մարդուն ես ինչքան գիտեմ քերակիններ բայց այդ քերակնոջ բանի համար տանես ամիսներով կալանես հիմա յալլա թող հսկեն ուրիշ քերակնոջ մոտ չգնան բայց տանեն մարդուն փակեն մինչև դատական բանը չգիտեմ չգիտեմ ես բաներից գլուխ չհանեցի աստվածին
Հա, այս դատական համակարգը ամեն երկու մի հատ ուրիշ աշխարհ է մի հատ էլի, իր օրենքներով, իր լեզվով, իր տրամաբանությամբ, իր բանով, ամեն ինչով, ամեն ինչով, ահա։ Մի րոպե, իր ժարգոնով։ Ու բավականին մութ անտառ է, բավականին։ Կավկան ունի, Ֆրանց Կավկան մի հատ գործ ունի, կոչվում է process, այդ դրա մասին է ոնց է մտնում, մոլորվում այդ միջանցքներով դատարանի բան եւ այլն, շատ հետաքրքիր գործ է։ Կավկան շատ դժվար գրող է, շատ բարդ, չէ՞, դիվական բան կա։ Մի կարելի ասել երևի, հա, ինքը չեխ էր, ծագումով հրեա, Ֆրանց Կավկա, Չեխոսլովակիայում էր ապրում, հա, ուրեմն թոքախտից մահացավ եւ գրել էր, որ իր ժառանգության մեջ գրել էր, որ բոլոր իր այդ չտապագրված բաներն այր են, բայց բարեբախտաբար չայր է։ Ընկերը չայր է, չէ։ Հիմա կասկածում են, որ այդ ընկերը ընկեր էր, թե ուրիշ ձևի ընկեր էր։ Ընկերներ են ասում, ես չգիտեմ հիմա, որ մոտիկ ընկերներ մենակ։ Շատ ինքը շատ մարդկանց հետ չէր շփվում, շփվել չէր սիրում, եւ որ այր են, բայց բարեբախտաբար չայրվեց ու մենք ունենք իսկապես իրեւ Չեխիայում կուլտ է Կավկայի կենտրոնական հրապարակում, ես եղել եմ կոչվում Նարոդնի Տրիդե հրապարակը, որտեղ Դավիթ Չերնի շատ հայտնի իմպրեսիոնիստ է, արձանն է տեղադրել, որը շատ հետաքրքիր լուծում ունի, ինքը ժամվա ընթացքում 160 աստիճան Կավկան պտտվում, այսինքն ամբողջ իր կիսանդրին կտորներից է բաղկացած, որ օրվա մեջ ցանկացած անկյունից ինքը երևում է արձանը, շատ հետաքրքիր լուծում են առաջարկել, բավականին գեղեցիկ։ Այսպես, իսկ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարելջանին հայտարարում է, որ երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներխուժմանը, դերենիկի կապը ընդհատվեց, բայց ոչինչ եթերը արդեն ավարտվում է, այսպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը մենք պատրաստ ենք, ամերիկյան որոշ պաշտոնյաներ խոսել են ցամաքով Իրան ներխուժելու մտադրության մասին, Իմամ Խամենեի եւ Իմամ Խամենեի քաջորդի որդիները սպասում են ձեզ, գրել է Լարիջանին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հավելում է նաեւ, որ Իրանի սրբազան հողը դժոխքի ծառաների համար չէ։ Ընկերներ, չգիտեմ այս իրավիճակում ինչպես մեկնաբանեմ, ինչ ասեմ, քանից ասել եմ, շատ ցավում եմ Իրանի համար, որովհետև Իրանը, բացի որ մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիր է, հազարամյակներով մենք ապրել ենք կողք կողքի, ունեցել ենք ահավոր պատմական ժամանակաշրջան, ունենք հիմա բավականին նորմալ ու կարծես թե բարեկամական ժամանակաշրջան եւ տեսնելով թե աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը ինչպիսի անդունդի մեջ է իրոք կրոնական, ծայրահեղական, իրոք ցավ եմ ապրում, որովհետև Իրանը որպես հազարամյակների խորքից եկող շատ կուռ քաղաքակրթություն պիտի դաս լիներ, օրինակ լիներ տարածաշրջանի համար։ Մենք էլ շատ բան իրանցից պիտի սովորեինք եւ այլն, պիտի լիներ այդ վիճակը, բայց ինչպես տեսնում եք, պատմության անիվը ուրիշ ձև գնաց եւ զարգացումներն էլ եւս, ուրեմն CNN-ը, BBC-ն հաճախ live այսպես սթրիմ է տալիս այդ Խամենեի մահվան սքալու տեսարաններից է որոշ կադրեր հայտնվում եթերում կամ պրո կառավարական ցույցի մասնակիցների եւ այլն, օրինակ մանավանդ այդ սև, այդ ամբողջ մարմնով պատված տիկնայք էլի, որ ահավոր հեկեկում են, սքում են գլուխները, ասենց խփում են հատակին, ողբի ահավոր տեսարաններ ես տեսնում, օրինակ ես կուզեի գնայի մի հատ այդ տիկնոջ մոտ ասեի, տիկին ջան, այդ ինչի վրա ես էլի դու տենց ողբում, հասկանում եմ, որ հա պատերազմական վիճակ կա, բայց դու հասկանում ես, որ այս ռեժիմը, այս ամեն ինչը դու մի հատ հենց քեզ նայի, մի հատ դու քո իրավունքները նայի, քո բարքերը մի հատ նայի, ինչ ապագա ես դու որպես մարդ քո համար տենչում, քո երեխաների համար տենչում, այս Ամերիկայի դրոշը վառում ես հիմա դու, ամբողջ աշխարհին մատերի վրա խաղացնում այդ երկիրը իր բոլոր դիվերով հանդերձ, Ամերիկան էլ իդեալական երկիր չի, հազար անգամ խոսել ենք,
բայց դու ոնց կարաս էլի այդպես բաներ անես, ինչի համար ես դու այդ բաները անում։ Չգիտեմ, ընկերներ, գուցե հեշտ է ապահով տեղ նստել եւ ենթադրություններ անել, գուցե դա անշնորհակալ բան է, ով գիտի, բայց բոլոր պատերազմները մարդկային մարդու ստեղծվելուց ի վեր մեր ամբողջ էվոլյուցիայի ընթացքում բոլոր պայքարները եղել են հանուն ազատության, եւ երբ որ որևէ ռեժիմ իզմով, մանավանդիզմով, ֆաշիզմ, նացիզմ, կոմունիզմ, իսլամիզմ, ցանկացած իզմը դա տանելու է կործանման, դրա ճանապարհը աներկբա կործանումն է եւ իր բոլոր չարքերով հանդերձ ազատությունն էլ հաճախ տանում է լղտիացման եւ մենք Ամերիկայի որոշ դրսեւորումներով դա տեսնում ենք, բայց անկասկած ավելի լավ է մարդ լինի ազատ բոլոր հարցերում իր բոլոր սխալներով հանդերձ, քան թե լինի ռեժիմի տակ եւ այդ ռեժիմը թելադրի քեզ դու ինչ նայես, ինչ կարդաս, ում հետ խոսաս, ում կարանաս զանգես, ում չկարողանաս զանգել, ինտերնետ ունենաս թե չունենաս, մեսենջերը աշխատի թե չաշխատի, այս կայքը մտնես թե այս կայքը չմտնես, TV-ով սրա մասին խոսաս թե չխոսաս, հասկանում ես, դա աբսուրդ է ուղղակի, այս դարում, գուցե միջնադարում օքեյ, լավ իմացեք, Հռոմի Պապը որոշում էր, որ քաղաքում այսպիսի բան պիտի լինի եւ այդպես էր լինում, ու ոչ ոք չէր կարող հակադարձել, բայց այս ազատ աշխարհում իզմերի տակ ապրել նա ուղղակի անթույլատրելի է։ Այստեղ բազմակետ եմ դնում հարգելի բարեկամներ շարունակելու ակնկալիքով, մենք այսօր AMP-ում երաժշտական վիկտորինան ունենք հաջորդիվ, գնում եմ մի փոքր հանգստանամ շունչ քաշեմ, 45 րոպեից հանդիպում ենք կրկին այս հարթակում FM 107.5 HD3 հաճախականության ուղիղ եթերում եւ միասին AMP-ում վիկտորինան ենք անցկացնում, տեսնենք թե ինչ երգեր է այս անգամ ընտրել Արմինեն, ովքեր են կռահելու այդ երգերը եւ ովքեր են մեր գործընկերների կողմից ստանալու արժանի մրցանակները։